Ալելույա, ալելույա, լերինք ծնծասեն առաջիտյարն զիգա, զիհասյալ է տերի դատել զերքի, ընթերցում Սողոմոնի երկոցից։ Իմ սիրեցյալի ձայնն է, ահա գալիս է նա, վազքով ասնում է լերների վրայով և ծատկոտում բլուրների վրա։ Իմ սիրեցյալը նման է այծյամի կամ եղնիկի հորթերի, որ լինում են Բեթելի լերներում։ Ահա նա կանգնած է մեր պատի հետևում և ձգվելով դեպի պատուհանները նայում է ճաղերից։ Ինձ պատասխան է տալիս իմ սիրեցյալը և ասում. վեր կաց իմ սիրելի, իմ գեղեցիկ, իմ աղավնի։ Ահա ձմեռն անցավ, անձրևները անցան գնացին, ահա ծաղիկները երևացին մեր երկրում։ Էտելու ժամանակը հասավ, տատրակի ձայնը լսվեց մեր երկրում։ Հզենին իր բողբոջն արձակեց, ծաղկած որդերը տարածեցին իրենց հոտը։ Վեր կաց իմ սիրելի, իմ գեղեցիկ, իմ աղավնի, ով իմ աղավնյակ, դու որ պատասպարվել ես վեմի հովանու տակ, ցույց տուր քո երեսն ինձ և լսելի դարձրու ինձ քո ձայնը, քանզի քաղցր է քո ձայնը և գեղեցիկ է երեսը քո։ Բռնեցեք փոքրիկ աղվեսներին, որ ապականում են այգիները, որպեսզի ծաղկեն մեր որդերը։ Իմ սիրեցյալն իմն է, իսկ ես նրանը։ Նա, որ հովվում է հոտը շուշանների մեջ, քանի դեռ ցերեկը կլուսավորի, և դեռ կշարժվեն ստվերները։ Վերադարձիր, ով իմ սիրեցյալ, այծյամի պես կամ եղնիկների հորթերի նման, որ լինում են խնկաբեր լեռների վրա։ Ընթերցում Եսայի մարգարեից։ Ասացեք Սիոնի դստերը, ահավասիկ գալիս է քո փրկիչը, և իր վարձն իր հետ է, գործը իր աչքի առաջ։ Տիրոջ ձեռքով փրկված սուրբ ժողովուրդ է կոչելու նրան, իսկ դու կոչվելու ես փնտրված քաղաք և ոչ թե լքված։ Ընթերցում Պողոս առաքյալի կողմից Եփեսացիներին գրված նամակից։ Օրհնյալ է Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ Քրիստոսով օրհնեց մեզ երկնքում ամեն տեսակ հոգևոր օրհնությամբ։ Նա աշխարհի գոյությունից էլ առաջ ընտրել էր մեզ Քրիստոսի միջոցով իրեն պատկանելու համար, որպես սուրբ և անարատ ժողովուրդ և իր սիրով մեզ նախասահմանել Հիսուս Քրիստոսի ձեռքով իր որդիները լինելու, որովհետև այդ էր իր կամքը և ծրագիրը։ Ուստի գովենք նրան այն փառքի համար, որ մեզ շնորհեց իր սիրելի որդու միջոցով, արդար և նրանով փրկվեցինք և նրա արյունով թողություն գտանք մեր մեղքերի համար, որքան մեծ է իր շնորհը, որ առատորեն տվեց մեզ ամենայն իմաստության և գիտության, որովհետև իր կամքի համաձայն նա մեզ հայտնեց նախապես պատրաստած իր ծրագիրը, որ իրագործվելու էր Քրիստոսով։ Եվ այդ ծրագիրն այս է, և ժամանակներն իրենց լրումին հասնեն, Քրիստոս իրենով բովանդակելու է ամեն ինչ, որ կա երկնքում և երկրի վրա։ Ալելույա, ալելույա, օրհնյալ եկյալ անվանկյալ, օրհնյալ որ գալոցն ես։ Ալելույա, օրհնյալ ամենեցան, և անթակ վայքամ, երկյուղածությամբ լեղարով։ Սրբո ավետարան Հիսուսի Քրիստոսի որս Մարկոսի, ընտյարն մերո Հիսուսի Քրիստոսի։ Եկան Երիքով, երբ Հիսուսի աշակերտների և մեր բազմության հետ դուրս էր գալիս Երիքով։ Իմեի որդի Բարտիմեոսը, որը մի կույր մուրացկան էր, նստած էր ճանապարհի եզրին, և լսեց, որ անցնող Հիսուսն Ազովեցին է սկսեց աղաղակել. Դավթի որդի Հիսուս ողորմի։ Շատերը նրան սաստեցին, որ նվիրից նա առավել բարձր ձայնով աղաղակում է. Դավթի որդի ողորմի։ Հիսուս կանգ առավ և հրամայեց, որ կույրին իր մոտ բերեն։ Նրան կանչեցին կույրին և ասացին. քաջալերվիր, վեր կաց, կանչում է քեզ։ Նա դեն գցեց իր վերարկուն ոտքից հատկեց և եկավ Հիսուսի մոտ։ Հիսուս հարցրեց նրան. ինչ ես ուզում, որ քեզ համար անեմ։ Կույրը պատասխանեց. վարդապետ, ուզում եմ, որ աչքերս բացվեն։ Հիսուս ասաց. գնա, քո հավատը բժշկեց քեզ։
Իսկույն նրա աչքերը բացվեցին եւ ճանապարհին նա գնում էր Հիսուսի հետևից։ Երբ մոտեցան Երուսաղեմին, Բեթակեի եւ Բեթանիայի ձիթենյաց լեռամոտ Հիսուս իր աշակերտներից երկու հոգու արգև պատվիրելով նրանց գնացեք այդ դիմացի գյուղը, հենց որ ներս մտնեք, այնտեղ մի կգտնեք կապված մի ավանակ, որի վրա դեռ ոչ ոք չի նստել։ Արձակեք այն եւ բերեք, եթե որևէ մեկը ձեզ ասի ինչու եք արձակում ավանակը, նրան ասացեք Տիրոջը պետք է։ Եվ նա իսկույն այստեղ ուղղակի է։ Երկու աշակերտները գնացին եւ գտան ավանակը դրսում փողոցի մեջ, կապված մի տան դրան մոտ եւ արձակեցին այն։ Այնտեղ կանգնածներից ոմանք ասացին, այդ ինչ է անում, ինչու եք արձակում ավանակը։ Աշակերտները պատասխանեցին այնպես, ինչպես պատվիրել էր Հիսուս։ Ուստի թույլ տվեցին նրանց, աշակերտները ավանակը բերեցին Հիսուսի մոտ եւ դրա վրա գցեցին իրենց վերարկուները։ Ապա Հիսուս նստեց ավանակի վրա, շատերը իրենց վերարկուները փռում էին ճանապարհի վրա, իսկ ուրիշները ծառերից ճյուղեր էին կտրում եւ փռում ճանապարհին։ Նրանք, որ Հիսուսի առջևից էին գնում, հետևում էին նրան, աղաղակում էին. Ովսաննա բարձրյալին, օրհնյալ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով։ Օրհնյալ լինի քո թագավորությունը, մեր հոր Դավթի թագավորությունը, որ գալիս է։ Հարություն երկնքում եւ փառք բարձրյալին։ Հիսուս Երուսաղեմ մտավ եւ գնաց տաճար, որտեղ իր շուրջ ամեն ինչ աչքի անցկացրեց, որովհետեւ արդեն երեկո էր 12 աշակերտների գնաց Բեթանիա։ Եվ ևս խաղաղության ըստեր աղաչեր սովեր բոլորյա վաստեղերով խաղաղության և վգոտյան ալտացներ
Քրիստեր, Զիսով ափրկես ձեզ մեզի մեղած, եւ Եծուս ձեր շնորհի ողորմության յուրով, ամենակալ Տեր Աստված ձեր Քեծո եւ ողորմյա, Տեր ողորմյա, պահպանիչ եւ ույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, պահյա, պահպանյա եւ օրհնյա, ճյուղը զայս, այլևորտնյա Տեր, ներկայացյալ, ավատացյալ ժողովուրդս քո Տեր ընթովանի ափսուր եւ պահպանան հաճի վնքովի խաղաղության, հրմյա, ազատնյա հերևերի եւ անդերևույթ թշնամույն, արժանավորյա գունքյան, հարավորելս քեզ ընթոր եւ ընսուտ ոգույն, այժմ եւ միշտ եւ ավիթյան հավիտենից Նորաստեղծյալ բանանեիք, իսկ սկզբանը ձերքից եկնեք և ձեկնայեք ստորսան մարնոց իմանարյացն զվարդոց և զգալեք տարերց կարեց հակարակած միաբանեք որով ավեք պարաբանը երորդություն անճարել է երեք սրբյան մի տերություն մի յովնության աստվածություն լույս որանել արարջական ասած լինել լույս եղական զոր և ծակյալ օրն առաջին միաշապատ յորագեին որով ավեք պարաբանը երորդություն անճարել է Ընտրեսու խաղատով միավորության վիճանը, զիգզավորության շնորհս յուրած վեի վերամել, ներն ամենակալ Կեցուս է և օրմեսի, Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկես է արքայություն քո, եղիցին կան քո, որպես երկինս եւ երկրի, ըսած մեր անապազորդ, դուր մեզ այսօր, եւ թող մեզ վարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց վարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյաց մեզի չարել, Զիքոյ արքայություն եւ զորություն եւ բարք ավետյանս ամեն իշեշի եւս մեզ առաջյան մահակարին իշալը չի կարաչյան մահավորությունս։ Սիրելի ժողով, հիմա